Պարոն Ալոյան, ինչու են այստեղ հավաքվել ոստիկանները, քաղաքապետարանի աշխատակիցները, արդյոք պատրաստվում են հերթական անգամ պատռել Սամվել Կարապետյանին աջակցող պաստառը։ Այո, ինչպես նկատեցիք նախորդ երկու անգամվա պես, այս դեպքում ևս Սամվել Կարապետյանի ազատազրկման հետ կապված իրազեկման ակցիայի շրջանակներում փակցված այս պաստառները փորձում են ապամոնտաժել, այս պահին նախնական ուղղակի զգուշացրել են, որ փորձել են մի քիչ հետո ապամոնտաժեն, դերևս գործընթաց չի սկսվել, հավանաբար մի քիչ հետո տեխնիկա է մոտեցվելու եւ փորձել են ապամոնտաժում անել։ Այստեղ, ինչպես եւ նախորդ դեպքերում, սեփականության իրանքով պատկանող տարածք են փորձելու ներխուժել, ոստիկանությանը բնականաբար կրկին ահազանգ են հնչեցնում, որպեսզի տարածքից հանեն մարդկանց, ովքեր առանց սեփականատիրության փորձել են ներխուժել տարածք եւ որոշակի գործողություններ իրականացնել, մասնավորապես պաստառները վնասել կամ հանել։ Այս մասով ընթացքը ցույց տվավ, չնայած փորձը արդեն ցույց տվեց, որ ոստիկանությունը աշկերը փակում այս հարցի վրա, որևէ գործողություն չի իրականացնում։ Անցած անգամ 3 տաշիր առևտրի կենտրոնի դիմաց վիճակներ, այնտեղ որևէ գործողություն չձեռնարկեցին, ասացին մենք ներխուժում չենք տեսնում, այդ հսկա տեխնիկան մտավ, տարածքը տեսակ ապամոնտաժում իրականացած, փակցած պաստառները փոկեցին, որևէ գործողություն ոստիկանությունը չձեռնարկեց։ Պարոն Ալոյան, որն է իրավական հիմքը, արդյոք կա իրավական հիմնավորում, որ այսպիսի պաստառ օրենքն արգելում է փակցնել։ Այս շատ կարևոր հարց եք տալիս, տեսեք, սա գովազդ չի, իրենք թվում են անում ապօրինի գովազդ տեղադրելուն, բայց սա գովազդ չի, սա իրազեկման ակցիա է։ Գովազդի մասով, գովազդի մասին օրենքը հստակ սահմանում է, թե ինչ է գովազդը։ Սա այդ գովազդի մասին օրենքով սահմանված որևէ հասկացության տակ չի մտնում։ Դա ընդամենը իրազեկման ակցիա, որտեղ պատկերված է Սամվել Կարապետյանի լուսանկար եւ գրված է ազատություն Սամվել Կարապետյանին։ Այս տեսակետից, քանի որ ինքը ի սկզբանե չէր հանդիսանում գովազդ, իր նկատմամբ գովազդի մասին կարգավորումներ կիրառել արդեն իսկ հենց սկզբից ապօրինի է։ Այդ հիմնավորմամբ են անում որպես գովազդ։ Հիմնավորում է, որ սա գովազդ է, բայց սա գովազդ չի բնականաբար, որևէ իրադարձություն կամ որևէ ապրանք չի գովազդում այստեղ։ Կիրառվում են, հղում են անում ավականու 37-ն որոշմանը, որը բնականաբար այստեղ կիրառելի չի, բացի այդ ավականու որոշումը ինքնին ունի խնդրահարույց կետեր, մասնավորապես այդ ապամոնտաժման հոդվածը երկու էական բաղադրիչ ունի, մեկը ասում է, որ գովազդը պետք է լինի ապօրինի առանց թույլտվության, եւ երկրորդը գովազդակիրը պետք է լինի ինքնական ապօրինի տեղադրված, որը կենթադրի միայն ապամոնտաժում, այսինքն երկու բաղադրիչներն են միաժամանակ պետք է ներկա լինեն, որ այդ գովազդը կարողանան ապամոնտաժել։ Գովազդը, էլի, եթե անգամ սա լիներ գովազդ, այստեղ ներ ինչ որ օրինակ շորի կամ կոշիկի գովազդ փակցված լիներ, անգամ այդ դեպքում կարող էին ապամոնտաժում անել միայն այն դեպքում, երբ որ եւ վրի նյութը եւ այդ կրող կոնստրուկցիան երկուսն էլ միաժամանակ լինեին ապօրինի ունենային թույլտվություն։ Այս դեպքում սկսած նայնտեղից, որ սա գովազդ չի, ավարտած նրանով, որ այդ պաստառը եւ այս ռամկա կոչվածը ունեն թույլտվություն, որի հիման վրա այստեղ բարբերաբար տարբեր առարկաներ, ապրանքներ, ֆիլմեր գովազդվում են, բնականաբար դա չի կարող ապամոնտաժել։ Հիմա հենց այս բանը ինչ է տեղի ունենում, բանակցություններ են ընթանում, որքան հասկանում եք։ Ուղղակի հայտնեցին, որ սա էլ են ապամոնտաժելու։ Ու հիմա սպասում են քաղաքապետարանի աշխատողները։ Հիմա քաղաքապետարանի աշխատողները փորձելու են տեխնիկա մտցնել այստեղ, այդտեղից սկսվելու է իրենց ներխուժման վերաբերյալ մենք ահազանգելու ենք ոստիկանություն, ենթադրում ենք, որ ոստիկանությունը ինչպես նախորդը ցույց տվեց, փորձը որևէ գործողություն չի ձեռնարկելու։ Տաշիրի Տաշիր առևտրի կենտրոնում էլ, հյուսիսային պողոտայում էլ, երկու վայրում էլ ոստիկանության ահազանգ են հնչեցրել, տեղում ներկա ոստիկանները որևէ գործողություն չեն ձեռնարկել, զանգարել ենք 102, որում մի քանի անգամ ենք զանգարել, խնդրել ենք միջոցներ ձեռնարկել, հայտնել ենք, որ տեղում գտնվող ոստիկանները միջոցներ չեն ձեռնարկում, միևնույն է, արդյունք չի տվել, որևէ գործողություն չեն ձեռնարկել։ Իրանց արդարացումը հետևյալն է, ասում են մենք հիմա մեր գործողություն կանենք, կապ չունի ապօրինի է, օրինակ չափը։ Դուք գնացեք հետո բողոքարկեք դա դատարանով կամ որևէ այլ կերպ վերադասության կարգով կամ դատարանով կճանաչվի ապօրինի մեր գործողությունները, օքեյ։ Մենք համաձայն ենք գրալ մեր կացուցում հենց այս բանին անել, մենք անում ենք։
Եվ այս кейսերի հետ ինչ եք անելու, արդեն թվարկեցիք, սա երրորդ դեպքն է կարծես թե Տաշիր առևտրի կենտրոնը, Հյուսիսային պողոտան, հիմա Դալմա Գարդեն մոլը, հետագայում երևի էլի դեպքեր կլինեն։ Ինչ եք պատրաստվում անել, Եվրոպական դատարան։ Տեսեք, թե ներպետական այցյանները բնականաբար նամանավանդ վարչական դատարանը շատ էֆեկտիվ աշխատող կառույց է ու վարչական դատավարության կարգով առնվազն այս հարցի լուծում պատկերացնում ենք, որ օրենքով սահմանված կարգով հնարավոր է դա։ Ի տարբերություն այլ դատարանների, վարչական դատարանը բավական չափով արդյունավետ եւ օբյեկտիվ դատարան է։ Շնորհակալ եմ։ Ձեզ ներկայացրեք։